Նախ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության համար մեր իրավաբաններին։ Երկրորդը խոր ափսոսանք եմ հայտնում, ցավ եմ արտահայտում, որ այս օրերին, երբ մեր երկիրը պատերազմի աղետալի հետևանքները չի հաղթահարել, շարունակում է դիմակայել ծանրագույն անվտանգային փորձությունների, երբ տարածաշրջանում ուղղակի ընթանում են խիստ վտանգավոր զարգացումներ եւ այս օրերին էլ տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումներ են բռնկվել, մենք ստիպված ենք զբաղվելու մի հարցով, որը ուղղակիորեն ներազգային կյանքում քայքայում եւ հիմնախնդիրներ է առաջանում։ Իհարկե որևէ տրամաբանական բացատրություն չեմ կարող գտնել նման անվտանգային սուր մարտահրավերների պայմաններում եկեղեցու դեմ իշխանությունների նախաձեռնած արշավի համար։ Սա իրապես խիստ ցավալի է եւ սա խոսում է մի իրողության մասին, ցավալի իրողության մասին, որ Հայաստանի իշխանությունները գործադիր իշխանության ղեկավարի կամ քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցության ղեկավարի գլխավորությամբ լիարժեքորեն չեն պատկերացնում իրենց առաքելությունը եւ ուղղակիորեն փորձում են իրենց անմիջական պարտականությունները իրականացնելու փոխարեն արհեստական թիրախներ ստեղծել, կեղծ օրակարգեր ձևավորել։ Շատ ժամանակ չի անցել, երբ այդպիսի օրակարգեր քանիցս ձևավորվեցին։ Աղային բարեփոխումները, չգիտեմ, հիմա էլ անցել են եկեղեցական բարեփոխումներին։ Ակնհայտ է բոլորիս համար, թե ինչ նպատակ է հետապնդում այս արշավը, արդեն պարոն Զոհրաբյանը արձանագրեց իր խոսքում, պատահական չի կարելի համարել նաև համընկումները այն թիրախների ընտրության մեջ, որը կատարում է իշխանությունը, համընկնումները ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած առաջնահերթությունների հետ։ Սրանք իհարկե պատահական չեն, որքան բարեմտություն ցանկանաց դրսևորել, միևնույն է այդ օրինաչափությունը նկատելի է։